Ողջույն բարեկամներ, այսօր արդեն մարտի 28-ն է Երևանում, ինչպես ասում են մարտն էլ վերջացավ եւ մի քիչ ավել քան 2 ամիսը կայանան ընտրությունները, որոնք իրոք կորոշեն Հայաստանի ճակատագիրը։ Դեռ երբեք մենք ընտրություն չենք ունեցել, որի արդյունքը որոշելու է Հայաստանի ճակատագիրը այս աստիճան լրջությամբ։ Այո, ամեն մի ընտրություններ որոշակի չափով որոշել է Հայաստանի ճակատագիրը, բայց երբեք այդ հարցը էգզիստենցիալ բնույթով դրված չի եղել։ Այսքան լուրջ դրված չի եղել։ Մենք այսպիսի ընտրություններ մի քանի առումներով եւ բազմակարծության առումով եւ մասնակիցների տարբերության առումով, հա, եւ լրջության առումով մենք երբևէ չենք ունեցել։ Սա կարող է լինի եւ իրոք լուրջ Հայաստանի մեկնարկի սկզբին եւ կարող է հակառակը լինի վերջակետ Հայաստանի պատմության, Հայաստանի Հանրապետության ընդհանրապես գոյության եւ մեր բոլորի ընտրությունից է կախված թե մենք ինչ կունենանք։ Հաղորդումը ուզում եմ սկսել իմ շատ սիրելի երաժիշտներից մեկի Մստիսլավ Ռաստրապովիչի հիանալի խոսքերով։ Մարդու ամբողջ կյանքով ապրելով ապացուցել է դա, որ վախը իշխանությունների նկատմամբ դա հիվանդություն է, որը ուտում է տաղանդը մարդու ներսից, հա, խժռում է այդ վախը։ Իսկ դրա դեմ պայքարելու միակ տարբերակը դրա դեմ ըմբոստանալն է։ Այն ինչ որ ամբողջ կյանքը ասել ու ապացուցել է Մստիսլավ Ռաստրապովիչը։ Ես հիշում եմ 91 թվականի այդ հայտնի պուտչի ժամանակ ոնց է ինքը հայտնվել Մոսկվայում։ Սա էլ ասեմ անցնենք առաջ։ Կին Վիշնևսկայան հետագայում պատմում էր, որ ասել է դուրս եմ գալիս հասի, Փարիզում։ Դուրս է եկել հասի ու երկար ժամանակ ֆուն չի եկել։ Կինը ման է եկել, փնտրել է ամեն տեղ իան, հա։ Սա մեկ էլ տեսա կապժերում, որ ինքը հայտնվել է Ելցինի կողքը։ Այդ հայտնի նկար կա, երբ որ այդ Ելցինի պահակներից մեկ ավտոմատը ձեռքին թողնել էր, ինքը վերցրել էր ավտոմատը, ուսը դեմ էր տվել այդ զինվորին, որ քնել հանգստանար, իսկ ինքը կյանքը վտանգելով եկել էր փրկեր Ռուսաստանում նոր ձևավորվող դեմոկրատիա։ Այնպես որ ինքը իրավունք ունի ասել այս խոսքերի, որը բացարձակապես ճշմարտություն է։ Իսկ այն մարդիկ, որոնք շարունակում են վախենալ իշխանություններից, ցանկացած պետք է հասկանան, որ դա հիվանդություն է, որը ոչ միայն իրենց օգուտ չի տալիս, այլ խժռում է ներսից, որի դեմ պայքարի միակ միջոցը թոթափելու միակ միջոցը ապստամբներն է։ Եվ իմ համար, եթե մերժում ապստամբություն, չգիտեմ, բնական իմաստով ինքը արդեն իմ համար կասկածելի է, որովհետև բնությունը ինքը ենթադրում է ապստամբություն իրավիճակների նկատմամբ, եթե դա գնում է հակառակ քո գոյության իրավունքի, հակառակ քո ապրելու, խոսքի եւ ընդհանրապես մարդ մնալու իրավունքներին։ Եվ ապստամբությունը տրված է մարդուն ի վերուստ, դա մարդու բնական իրավունքն է, ես կասեի ոչ միայն իրավունքն, այլ պարտականությունը։ Եվ այսպես անցնենք մեր հաջորդ թեմաներին։ Իդեպ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իրանց ունեցած հնարավորությունների չափով օժանդակ են լինում այո մեր ալիքին եւ օգնում են։ Ես կոչ եմ անում շարունակել դա, որովհետեւ ամեն մի չնչին նույնիսկ ներդրումը թույլ է տալիս մենք աշխատանքները շարունակենք։ Սա եմ ուզում նայենք ինչ են պատրաստել մեզ համար։ Չհրապարակված, բայց փաստացի գործող խաղաղության պայմանագիրն է ներկայացրել Արեգ Սավգուլյանը։ Հայաստանի նկատմամբ Եվրոպական արբիտրաժային դատարան 150 միլիարդ դոլարի հայցի ներկայացում, հայ առաքելական եկեղեցու ապաքաղաքականացում։ Ընդ որում, ասեմ, 150 միլիարդը իբր իրանք պետք է հրաժարված լինեն Հայաստանի կողմից եվրոպական դատարաններում ունեցած հայցերի հետկանչման արդյունքում, բայց մնացել է դա պայմանագրի մեջ։ Եվ կաթողիկոսի հեռացում, Հայաստանում իսլամի ազատ տարածման իրավունք, Սյունիքի մարզի օդային տարածքի անարգել օգտագործում,
որն արդեն օգտագործում են։ Ադրբեջանական ռազմական եւ քաղաքացիական ավիացիայի համար անկախության հռչակագրի վերացում եւ հոդված 20-ի փոփոխություն։ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է եւ ադրբեջաներենը։ Ադրբեջանցի 300,000 փախստականների վերադարձ, ՀՀ քաղաքացիության տրամադրում շտապեցված կարգով, նրանց գույքային իրավունքների վերականգնում եւ կացարանով ապահովում, մզկիթների կառուցում եւ անհրաժեշտ կոմունիկացիաների ստեղծում, դպրոցներ, մշակութային կենտրոններ։ Զանգեզուրի միջանցքում եւ ադրբեջանաշատ համայնքներում Ադրբեջանի քաղաքացիների անվտանգության ապահովման եւ կարգուկանոնի հաստատման նպատակով տեղում ձևավորել ադրբեջանական ներքին գվարդիա։ Հայկական զինուժը պետք է կրճատվի 25%-ով։ Հայաստանի եւ Ադրբեջանի հոսանքի, գազի եւ խմելու ջրի կոմունիկացիաները պետք է սինխրոնիզացվեն։ Սևանալիճը եւ Սյունիքի մարզի բնական պաշարները պետք է օգտագործվեն համատեղ։ Չհրապարակ Պատկերացեցիք ինչ են պատրաստել մեզ համար։ Հա, ինձ մասից ուշացվել է։ Բա ոնց ադրբեջանական համայնքը պետք է ունենա իր զինվորական կոնտինգենտը, բա պատրաստում են։ Նաև Սևանի ջուրը պետք է օգտագործվի։ Եվ ընդհանրապես ասեմ ձեզ մոտավորապես 4 տարի հետո ինչ է սպասում Հայաստանին, անապատասում։ Որովհետև Արաքսի վերևից կտրում են հոսքը, մի 4 տարի հետո դա կիրականանա։ Եվ Նիկոլ Փաշինյանը արդեն հանձնել է քարվաճառը ամբողջ ջրային պաշարները։ Եվ սրանք աչք ունեն նաև Սևանի եւ Սյունիքի եւ ամբողջ ընդերքի վրա, նույն էներգետիկան, ամեն ինչը, որ այդ ճակերտավոր կոչված խաղաղության պայմանագրով Փաշինյան Նիկոլը պետք է տա ադրբեջանցին, այսինքն Հայաստանը դառնալու է ադրբեջանական անկլավ, որտեղ Ադրբեջանը ունենալու է նաև զինված կոնտինգենտ, այո։ Հիմա պատկերացրեցիք Ադրբեջանի օկտին, ավելի շուտ հայելի, Նիկոլի օկտին քվեարկողներն ինչի օկտին են քվեարկելու։ Պատկերացրեցինք, հիմա гнանք առաջ։ Սա մասին է ասում եւ սա է խնդրում նաեւ ադրբեջանցի քարոզիչը։ Я призываю сотни тысяч моих армянских подписчиков. Сотни тысяч, փաստորեն սա 100,000-ավոր հայ բաժանորդագրեր ունի, բաժանորդագրվածներ ունի։ Կարող է եւ սուտ է, բայց լսենք։ Голосовать за Никола Валерьевича Пашиняна. Բա քվեարկեք, կոչ անում քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օկտին։ Բնականաբար թուրքն էլ հենց պետք է քարոզել, որպեսզի քվեարկեն իրենց ծրագրերի օկտին։ Այդ թաքցնելու բան չկա։ Մտել ենք վերջնագիծ, որտեղ բոլոր դիմակները պատրված են, էլ ոչ մի անակնկալ չկա, բայց տեսենք մենք ինչ ասում ենք առումով։ Հայ քարոզչություն տարածող Քամրան Ռազմավար անունով ադրբեջանցի տիկտոկերը այս տեսանյութում գովաբանում է Փաշինյանին։ Եթե ադրբեջանցիները կոչ են անում մեզ, հայերիս, ընտրել Նիկոլ Փաշինյանին, ուրեմն սա հուշում է, որ պետք է անպայման մասնակցել ընտրություններին ու չընտրել այս մարդուն։ Ադրբեջանական ամբողջ մեդիան ողողված է Փաշինյանի ու իր թիմի ադրբեջանահաճո հայտարարություններով։ Ու սա ինչ-որ բան պետք է հուշեր հայ հասարակությանը, որ մի բան այն չէ։ Երբ հայ հասարակության նկատմամբ ատելությունը շարունակվում է մնալ օրակարգային, իսկ նույն ժամանակ միայն ՔՊԱ-ականներն են, որ ներկայացվում են դրական ֆոնի վրա։ Ինչ է սա նշանակում, երբ 6 տարի առաջ հային գլխատողները հրճվանքով փառաբանում են Հայաստանի ղեկավարությանը, ուրեմն վստահաբար Հայաստանում ադրբեջանական օկուպացիոն ռեժիմ է։ Ոչ միայն ԿՊԱ-ականներին է, ոչ միայն սա վերաբերվում, սա վերաբերվում է նաև այդ ռեժիմը աջակցողներին, բոլոր տեսակի համազգեստավորներին, հայերեն ասած պագոնավորներին եւ կից են տականքներին, մեդիա տականքներին, որոնք մեդիատիրույթում սա գովաբանում են։ Դուք պետք է հասկանաք, որ ներում չի լինելու ձեզ։ Բոլոր տեսակի ԿՊԱ-ականները այս օրերին, որ ասում են բարեկրթության մասին են խոսում, կիրթ բանախոսության մասին են խոսում, ես այս բոլորիդ պետք է հիշեցնեմ, վերջի մուսռից սկսած, ուրեմն լսեք, այս ամբողջ ընթացքում դուք խոսացել եք բացառապես ուժի դիրքերից։ Դուք չեք կարող խոսել ուժի դիրքերից, դիմացինից ակնկալել քաղաքավարի շփում։ Այսինքն միակողմանի է, չի լինում։ Դուք 8 տարի առնվազն բոլորի հետ, մարդկանց հետ խոսացել եք հենց
ուժի դիճքերից մենք ենք իշխանությունը, մենք մեծամասնություն ենք, կուզենք օրենք ընդունենք, ասենք որ Սամվել անուննողները չեն մասնակցի ընտրություններին։ Այսինքն դուք այս դիճքով եք տրամադրված եղել, ասենց ասեմ, դիճքավորված եղել դեպի ժողովուրդ։ Դուք չեք կարող ակնկալել, որ ձեր նկատմամբ կարող է լինի այլ դիրքորոշում։ Ես ես պետք է ասեմ մի բան, եւ որ դու կանգնած ես այդ դիճքով, պատրաստերի հետևանքներն էլ կրեն, որ մեկը օգտվելիա քո այդ դիրքից։ Հիմա այդ դիրքից օգտվում են թուրքերը, ձեր այդ սիրուն դիրքից, ընդդեմ ժողովրդի։ Վաղը այդ դիրքի համար պատասխան եք տալու ժողովրդի դեմ, ու այսօր էլ այդ պատասխան տալու։ Այնսօր հանկարծ մի քպեական չփորձի այսօր իր խոսի, որ իրենց նկատմամբ միջով հարգանք չկա, իրենց նկատմամբ միջին, ասենք մարդիկ ագրեսիվ տրամադրված, որովհետև դուք բացառապես 8 տարի մարդկանց հետ խոսել եք հենց այդ ուժի դիրքերից, որոշելով, որ դուք դրա իրավունք ունեք, այսինքն եթե դուք չնայած դուք խոշոր երջերավոր տականք եք, բայց քանի որ Ենիչերի մահակը ձեր ձեռքում է, դուք կարող եք այդ տոնով, այդ դիրքից խոսալ ժողովրդի հետ, պատրաստ եղեք նաև հետևանքներին։ Ոչինչ անհետևանք չի անցնում բնության մեջ, ոչինչ։ Իսկ հիմա լսենք այս օմեգա գործակալին, այսինքն սենց ասեմ, ԱԱԾ կռիսին, առնետին, որը ներդրված էր ընդդիմության շարքերում։ Այո, լսենք, որը մասնակցում էր Ռուսաստանի դեմ ցույցերին, պաստառ բռնած։ ԱԱԾ առնետ, որ հիմա ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարարությունը։ Լսենք ինչ է ասում ստականքը։ Հիմա էլ ասում եմ, ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Երեք վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու, եթե իշխող ԿՊ սահմանադրական մեծամասնություն չստանա, որտեղից այսպես կոնկրետ ժամկետներով պատերազմի մասին տեղեկությունը, ինչ տվյալների հիման վրա եւ արդյոք այստեղ շանտաժի էլեմենտ չկա։ Շանտաժ սովորական բան է։ Շանտաժ չի սովորական բան է։ Շանտաժ չի Ժողովուրդ ջան, հետո հասկանում եմ որ շանտաժ է, լսեք։ Շանտաժ կա, ես այդ շանտաժ էլեմենտ տեսնում եմ, ոչ։ Ինչու ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է տեղալ։ Ինչու ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է։ Եվ այսպես։ Դա նաև Ալիևի քաղաքական առաջարկն է։ Ու իրանք ասում մենք լավ ենք անում։ Դա մեր շանտաժը մեր քաղաքական առաջարկն է։ Ուրեմն լավ են անում, շանտաժ են անում, լավ են անում ուժերի դիրքերից են խոսում, լավ են անում, տալում կոտորում են, հետո էլ ասում են մենք դիտավորյալ պլանավորած տալել ենք, կոտորել ենք ու ձեզ հələ հաշիվ է պետք է չտանք, ինչու ենք դա արել։ Այս ամեն ինչը լավ ենք անում, լավ ենք անում, լավ ենք անում, լավ ենք անում։ Լավ։ Քանի դեռ մահակը ձեռդ է, ասա որ դու լավ ես անում։ Օմեգա։ Բայց այս մահակը սենց փոխանցիկ կարմիր դրոշի բան ունի, բովանդակություն ունի։ Այսօր ձեռդ է։ Վաղը կտեսնենք։ Իսկ հիմա ուզում եմ ձեզ սա ցույց տալ։ Ինչ է սա։ Քանի որ ես բոլոր մասնակից տեխնացուներից դրել էի քվեարկություն, բոլոր չասեմ, հնարավոր, արդեն 4 տեխնացու ունենք այս կազմի մեջ, այսօր որոշեցի այս կազմի մեջ դնել նաև բոլորին դեմ ենք շարժումը։ Մենք ունենք Արտակ Սարգսյան, Նինա Կարապետյան, Վարդան Ղուկասյան, Գուրգեն Սիմոնյան։ Այսօր որոշեցի տեսնել բոլորին դեմ այս շարժման մասին մարդիկ ինչ վերաբերմունք ունեն։ Եվ այսպես Փաշինյան Նիկոլ, դու նորից 13% ես։ Սա քո ամենամաքսիմում ձեռքբերումն է։ Չէ, սուտ ասեցի, կներեք, սխալ ասեցի։ Միտեղ դու նույնիսկ 16 ունեիր, հա? Հիմա այս նորից թարմացնեմ, տեսնենք ինչ է փոխվել այս մի ժամվա մեջ, եւ այսպես 8400 քվեարկող 8009 ժամվա մեջ։ Շատ լավ։ Արդյունքը Փաշինյան Նիկոլ, դու մեկը ունես 13%։ Իսկ քո այս ամբողջ թուրքական ռեսուրսը Հայաստանում, որ թուրքական ոստիկանաուզում ունենա, ուզում է իր ջուրը ընդերքը տա թուրքին, այս ամբողջ ռեսուրսը ֆեյքերով, բանով, դրսի թուրքերով կարողացել եք YouTube-ում ապահովել 13%։ Վերջ։ Ռոբերտ Քոչարյանը 8%։ Ամենավատ տեխնացուն ոնց նայում եմ։
Սամվել Կարապետյան 27%, բոլորին դեմ շարժում 53%։ Հիմա եթե սենց իջնեմ, ուրեմն Համատաբար Նինան ուներ 41%, Վարդան Ղուկասյանն ուներ 60%, Արտակ Սարգսյան, Գուրգեն Սիմոնյանն ուներ 44% եւ Արտակ Սարգսյան 49%։ Այսինքն եթե այս դաշտը համատենք, առաջի տեղով գալիս է Վարդան Ղուկասյան, երկրորդ տեղ բոլորին դեմ, երրորդով Արտակ Սարգսյան, Գուրգեն Սիմոնյան եւ Նինա Կարապետյան։ Այն մյուս կողմում գալիս է առաջին տեղով Սամվել Կարապետյան, երկրորդ տեղով Փաշինյան Նիկոլ, երրորդ տեղով Քոչարյան Ռոբերտ։ Եթե տարբերակներ ունեք, տեխնացումներ ունեք, որ ուզում եք տեսնել համեմատության մեջ, խնդրեմ գրեք։ Ինձանից ոչինչ չի գնում, մենք քաղաքական դաշտը մոտավորապես, նույնիսկ ասում, մոտավորապես հասկանալու համար բալանսը, իհարկե սրանք կոնկրետ տվեր չեն, բայց մոտավորապես ցույց են տալի բալանսը։ Եթե ունեք կոնկրետ տեխնացումներ, որ ուզում եք իմանալ դրանց քաղաքական այսօր կշիռը, ինձ ասեք, ես սիրով կդնեմ քվեարկության։ Հիմա գնանք առաջ։ Մեր Միքայել Մարգարյանը հանգիստ չէր տալիս էս առնետներին եւ որոշեցին այսօր մասկի շոու անել։ Ես չէի կասկածում, որ դա լինելու է, որովհետեւ առաջի անգամը չի։ Նույն բանն արել է այն խաշած կարտոլը, հիշում եք Հովիկ Աղազարյանը, կարտոֆիլ վաճառողի կատմամբ այդպես մի բան արեց։ Նույն բան արել են Հակոբ Ասլանյանը, հիշում եք, որ մեկը ճանապարհը տրանսպորտի մեջ ճանաչել է այդ վիժվածքին, ասել է վայ վիժվածք ես դու ես։ Նույն բանն արել է էլի Ալեն Սիմոնյանը եւ փողոցում կանգնածի նկատմամբ եւ այն լրագրողների հետ կապված, եթե դուք հիշում եք, լրագրողները միջև նստած են։ Եթե մի բան էլ մոռացել եմ, ասեք, այդ Փաշինյան Նիկոլի մասին էլ չեմ ասում, թե դա ինչքան է արել։ Հիմա ես ուզում եմ սրանց ասել, դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք որևէ մեկից պահանջել, որ ձեր նկատմամբ ինչ որ հարգանք ցուցաբերեն։ Այսինքն ոնց է, մենք որ փողոցում պատահական մարդիկ տեսում են, որ իրար դեմքի չեն թռնում, իհարկե չեն թռնում, չէ՞։ Որովհետև ասենք պատճառ չկա, բայց դուք իմացեք, որ դուք նույնիսկ պատճառ չունեք խնդրելու, որ ձեր դեմքին չթռնեն։ Ձեզ փողոցներում ուղղակի այն, ասեմ, ճանճի ճտիկով սատկացեն ապեք ուղղակի։ Օրը գալու է դա լինելու է։ Հələ դուք ձերս դիրքից բռնել տվեք։ Սպեցնազ ուղարկեք մարդկանց հետևից, որովհետև այսօր դուք դրա հնարավորություն ունեք։ Դուք արեք։ Խնդիր չկա։ Շատ էր անհանգստացնում Միքայելը, որովհետև շատ զուսպ էր ախր, էլի, շատ հարգալի բան։ Այս բորտի ուդացող բոմժին էլ լսեք, ասում է ԱԺ նախագահը մարդ չի, տղամարդ չի։ Հա։ Չէ, ԱԺ նախագահը ոչ մարդ է, ոչ էլ տղամարդ։ Որովհետև այն տղամարդը, որ հույսը դնում է ուժայիններով հարցերը լուծելու, նա ոչ մարդ է, ոչ տղամարդ է։ Նախ այնքանով մարդ չի, որ ինքն է առաջինը հայոյել այդ մարդուն։ Տարեք սրանց ստեղից, արանել պապատա։ Սա իր խոսքերն է։ Նա ոչ մարդ է, ոչ էլ տղամարդ։ Եթե մի տղամարդ կարող է իր հարցերը ուժայիններով լուծի, դուք եւ ոչ միայն ինքը, դուք բոլորը, տեսեք, նշեցի, չէ՞, Հակոբ Ասլանյան, այն խաշած Կարտոշկեն, Փաշինյան Նիկոլ, դու, Ալենը, դուք բոլորդ, ուրեմն ոչ տղամարդ եք, ոչ մարդ եք։ Ոչ տղամարդ, ոչ մարդ։ Որովհետեւ դուք այս ամբողջ ընթացքում մարդկանց հետ խոսացել եք բացառապես ձեր ուժի դիրքը, ես մտածելով, որ եթե կարողացել եք 670 ձայն գողանալու խապեր գցել մարդկանց, խապեր գցել, ասել դուք Արցախի երաշխավորն եք ու ծախել Արցախը, դրա դիմաց ձայն կորզելով, խապելու դիմաց ձայն կորզելով, մտածել ամեն ինչ իրավունք ունեք անելու, ուրեմն իմացեք։ Վերջացել է։ Ու ամեն ինչ գալու է մի օր ընկնի իր տեղը։ Այն վերևի դատաստանն է, այս թողնը մառանձին է, մի բան է, որ ես չեմ կարող
կասեցնել, կանգնացնել, արագացնել։ Դա ինքնաբերաբար կատարվող process-ներ են, ես այդտեղ միջամտություն ունենալ չեմ կարող, ոչ էլ ուզում եմ։ Իսկ մնացած մասով, պարտքս է լինելու ժամ առաջ դուք այդ ամեն ինչի համար պատասխանատու։ Թեև դուք նշում եք, որ այդ պատին ձեզ թեմ չտանք այդ որ դուք հանրային պաշտոնյա եք եւ այլն, բայց դուք որպես պաշտոնյա ազգային ժողովի նախագահ ներկայացուցիչ ավարտեն հարցի, եթե կարելի է։ Դուք ավելի հանդուրժող պիտի լինեք ըստ էության։ Մենք իհարկե չենք անընդունելի է հայհոյանք, որ ձեր նկատմամբ է հնչեցվել, դա չենք արդարացնում, բայց դուք ազգային ժողովի նախագահ եք եւ ձեզ պետք է հիշեցնեմ նաեւ։ Չէ, հայհոյանք չի հնչեցել։ Պատասխանել է սրան։ Սա հոլը կպահնել է պատասխանել է, լավ արել։ Ու դու ճիճու այնքան չկաս որպես տղամարդ, որ դու քո հարցը քո ձեռով չես կարողանում լուծես։ Հասկացա՞լ ով ես դու։ Ու դու ինքդ էլ լավ գիտես, ով ես դու։ Ձեր գործընկերոջ Վիլեն Գաբրիելյանի հետ տեղի ունեցած միջադեպը, որ նույն abովանդակ Ընդհանրապես նույն abովանդակ չէ։ Ընդհանրապես նույն պատգամավորական մանդատ ավարտեցիք։ Ես առավել քան հանդուրժող եմ եւ ես վստահ եմ ձեզանից որևիցե մեկ Այնքան հանդուրժող է, որ մարդկանց իր արխանիկ, իր անասուններին կներեք, այդ արխանիկ բառն չի զգում։ Իր անասուններին ասում էլ բռնեք թևերից, ես մեն թքեմ դեմքին։ Արա թքող էիր։ Դու քո ձեռով այդ հարցը լուծեիր։ Քո ձեռով եթե դու կաս որպես տղամարդ։ Դու ի՞նչ տղամարդ ես։ Դու ինչ մարդ ընդհանրապես։ Այ խոշոր երջերավ։ Ուստա դեռ ինչ որ բանից է խոսում։ Այսինքն այս մոդից ինչ պետք է եղած լիներ։ Այս մոդից ուրիշ ինչ պետք է լիներ, ասես մի հատ նայեք հələ։ Մերը չի արա։ Մնայեք։ Ամենայն անգամ ձեր անձին եկա։ Ներողություն, սա ինչ է։ Մորդ նկարնա։ Իրա նկարը ցույց է տալիս, հենց ասում սա ինչ է, մորդ նկարն։ Բարա դու ես մեր ունես։ Քեզ ավել բան պետք չի ասել։ Քեզ ընդամենը կարելի ասել սրա տղա։ Վերջ։ Ոչ ես կարող ասես դու սրա տղեն չես։ Դու սա տղեն ես, չէ՞։ Վերջ։ Ավել բան հնարավոր է քեզ ասել։ Ապացուցված դու սրա տղեն ես։ Այսինքն ոչ մոնտաժա, ոչ AI-ի սարքած բան է։ Գտեք միկին, որին ցույց կտան իրան, կասի սովա, կասի մերը տա։ Գտեք այդպես միկին։ Աշխարհում։ Դա կարող է լինել մենակ էս անասունի։ Պարագայում։ Ուրիշ պարագայում չէր կարող լինել։ Սենց ասենք, լավ, հակառակ եմ գալիս։ Սրանից պետք է նացանվեր։ Բացառվում է ուրիշ բան ստացվել։ Նենց որ մի անհանգստացեք, թե ինչի եղավ, ոնց եղավ, սենց ուրիշ ձև չէր կարող լինել։ Իսկ այս տղուն, սա Միքայելի Մարկրան Յուրին եմ, Միքայելի տղան ու այս Միքայելի տղայի հոլովակը տարածած այս ինչ որ գեղամը գնարանձին։ Այդ իր մասին է, էլի գն, հետո եղամը, հա։ Եվ ասում դրա համար հերդ չափերը չանցնի։ Էսի մեկը դու պետք է հասկանաս, լսի։ Հասկացած չէ դու արդեն կաս այ վեդիցի։ Դու հասկանում ես, չէ՞ որ վեդիում փախնելու տեղ չես ունենալու։ Դու վեդիում փախնելու տեղ չես ունենալու։ Դու գիտես, չէ՞ ինչ է նշանակում։ Վեդին մի փոքրիկ գյուղ է։ Այսինքն փոքրիկ գյուղ։ Մի փողոցով ես կոմ գնանք, մի ժամապետ որ բոլորի մասին ամեն ինչ իմանանք, նույնիսկ ով երբ է արտագաղթել այդտեղից։ Այդ չեմ ասում նույն բանը կարելի հեռախոսով է ճշտել։ Հասկացա, չէ՞ դու։ Այս երեխեն հայր ունի, այդ հայրը ընկերներ ունի, վաղը ձեզ սաղի պատասխան տալու ժամանակը գալու է։ Այդ դուք չեք կարող ասել, արա որ մի վարքյան մի քիչ հարգանքով էլի ոնց կլինի ստեղ, որ մենք վայրենիք չենք, չէ՞, մենք չենք է վայրենի, դուք եք վայրենի։ Դուք։ Ես երեխեն ասում եմ, իմ հորը եկել են, իմ աշկի, իմ քրոջ, իմ մոտ, իմ տատու առաջ, անասուններով քաշքշելով տարել են։ Ինքը դրա մասին է խոսում։ Ինքը ես երեխուն վերաբերում է։ Ես չգիտեմ դու երեխա ունես թե չունես։ Ախ, ես չի ուզի որ քո երեխան նույն վիճակի լինի։ Բայց դու ստիպում ես որ դա լինի։ Գիտես ինչ։ Քանի որ իրականացնողները նույն անասուններն են, ամենայն հավանականությամբ լինելու։ Այտենց էլ կարա լինի։ Այտենց էլ կարա լինի, որովհետև այս մասային մենակ պետքա որ շեֆին հաջողանան։ Ինչ օրենք, ինչ արժանապատվություն, ինչ կարգ ու կանոն, այ քո հետևից որ գան, նույն ձև են տանելու։ Ուզես չուզես, ով ունես ընդե։ Բաքում, չգիտեմ, ձեր տանը, հարևաններից, սաղականապես են լինել։
Բոլոր։ Որովհետև նույնիսկ եմ ասում, դուք եք ստեղծել։ Ու դուք հիմա հրճվում եք ձեր ունեցածով։ Հետո չեք կարող ասել։ Բայց ո՞նց եղավ։ Ինչի մեր նկատմամբ այդպես։ Այդպես, որովհետև դուք ինքներդ եք անում։ Մասանը լսենք։ Բարև ձեզ, հարց տանք, էլի խնդրում ենք։ Մենք անհանգիստ մարդկանցով հավաքվել ենք, ուզում ենք։ Ես Միքայելն ա խոսում, ես Միքայելի համբերության վրա եմ զարմանում։ Ոնց է այսքան համբերատար Միքայելը։ Միքայելը անգել է սրանց հետևից։ Ճակերտավոր եմ ասում անգել է, էլի, որովհետև իր համբերությամբ սրանց ստիպում է խոսել։ Կուլտուրական, ասում է, արա ասեք, ինչի՞ք ձեր հանցագործությունները, այսինքն ձեր համատարածից, էլի, թաքցնում մարդկանցից։ Ինչի՞։ Ու այդ ամեն ինչ այնքան հանգստությամբ ասում, նախանձելի համբերությամբ։ Ոսենց հասկացան, որ իրենց ազատվելու միակ ձևը Միքայելից ձերբակալելն է։ Թեկուզ ոչ մի բանի համար։ Որ մտնեն հերթական հանցագործության տակ։ Համասան լսեն։ Ճշմարտությունը իմանալ պատերազմի սկսվելու ընթացքի եւ հետևանքների վերաբերյալ։ Դուք չեք կարծում, որ այդ ճշմարտությունը հանրությունը պետք է իմանա։ Չէ, ամեն մեկը իր ձևը գիտի։ Որ ճշմարտությունը չգիտի հանրությունը։ Բա ոչ ճշմարտությունը հանրությունը գիտեր, այդ հանձնաժողովն չի կազմակերպեցիք։ Այդ աշխատանքներն չի կազմակերպեց։ Հետ գիտի ճշմարտությունը փաստորեն ժողովուրդը։ Ուղեղը չորացել է։ Այդ փոշիները տենց են ազդում մարդու ուղեղի վրա։ Բագրատ ջան, հերթով խնդրում եմ։ Մենք ամեն մեկը իր ճշմարտությունը գիտի։ Մենք բազմիցս խոսել ենք պատերազմի ուրեմն պատճառների մասին, խոսել ենք դրանից առաջ տեղացող բանակցությունների ընթացքի մասին, պատճառ հետևանքային կապի մասին։ Ինչ բանակցություն, ինչ պատճառ հետևանքային կապ, ընդամենը հարց ա տվել։ Պատերազմների հանգամանքը քննող հանձնաժողովի ելույթը, զեկույցը։ Ուրա։ Դա մարդու իրավունքն է իմանալ, ով է իր երախուն սպանել։ Եվ ինչի։ Դա իրավունք է։ Հիմա սա, այս նարկամանը, նատացիա է կարդում, որ իրանք ինչ-որ բանակցություններ է եղել, նախկիններն են արել, արա նախկիններն ինչ արել են, հանցագործներ են, դատեիք։ Ոչ թե միջև հիմա ձեր ճկույտ ապրեք հետները։ Հետո սկսում է պահանջել, որ նկատմամբ հարգանքով խոսան։ Լավ, մեկնաբանեք։ Նաև կան քննության գտնվող գործեր, նույն տարբեր հրամանների վերաբերյալ, նույն տարբեր դիրքերից հետ քաշվելու հրամանների վերաբերյալ, հրամաններ չկատարելու վերաբերյալ, հետևաբար, քանի դեռ կա քննություն, որևէ մեկը չի կարող այդ հարցերին վերջնական պատասխան տա եւ ճշմարտությունը վերջնականապես իմանա։ Ոնց թե։ Փաստորեն զեկույցը վերջնական չի։ Փաստորեն կիսատ է կարել գործը։ Ես որպես ազգային ժողովի падգամավոր ամենաշահագրգռված մարդկանցից մեկն եմ, որ բոլոր պատասխանները դրվեն սեղանին, որովհետև այդ պատասխանները չլինելու պարագայում մեղադրանքների մի մասը ուղղվում է մեր ուղղությամբ, որը մեզ ամբողջ չի գալիս, որովհետև մենք գիտենք, որ դա այդպես չի։ Եվ հետևաբար թույլ տվեք մեզ շարունակենք մեր աշխատանքը։ Այդ ո՞րն է ձեր աշխատանքը, գործերը հետաքննելը։ Հա՞։ Թե երկիրը տանել դեպի կործանում։ Ո՞րն է ձեր աշխատանքը, արա, որ պետք է մարդիկ ձեզ թույլ տան։ Թույլ տվեք, որ այդ քրեական գործերը իրենց հանգուցալուծմանը հասնեն, իսկ ինչ վերաբերում այն հարցերին, որ հետաքրքրվում եք քննիչ հանձնաժողովի կողմից եղած ուրեմն քննություններում առկա մանրամասների վերաբերյալ, ես այս պահին բնականաբար մանրամասներ կան, որոնք հիմա այս չեն կարող իրար քննարկել, բայց ես պարոն Քոչարյանի հետ կզրուցեմ, կտեսնեմ ինչ մենք զրուցել ենք եւ ինչքան որ հնարավոր է հրապարակային մասը դրա, դուք գիտեք որ հրապարակում է, հրապարակային մաս կա, չէ, ամբողջությամբ ինքը գաղտնի ասվել է հրապարակվել։ Մամուլը մեզ տենց ասել եւ ոչ մի տեղ հրապարակել։ 3 տարվա աշխատանքը հասանելի է ասում, այդ հասանելի հատվածի մեջ ընդ չի լինի գրած այն հարցերի պատասխանները, որոնք որ մեզի հետաքրքրում են։ Ես այդպես եմ խոսում։ Մի մտես բնի։ Ես տեսել եմ նաև ես տեսել եմ որ դուք այլ տեղերում այդպես չեք։ Հիմա սենց եմ խոսում։ Ես դրամասում ես չեմ նայել։ Եկեք թույլ տանք որ մենք նաև բարկացած ենք ձեր Էստե մասում ալա դուք մի զարմացեք, ձեր նկատմամբ չի կարա լինի հարգանք, նորից եմ կրկնում։ Դուք եք առաջինը այդ սահման անցել, դուք չեք կարա ասեք, մենք կարանք ձեր այդ ուժի դիրքերից խոսանք։ Դուք մեր նկատմամբ եք հարգալից խոսանք։
կա տենց բան։ Հələ ինքը ավելի մեղմ դիրքից է խոսում։ Ավելի մեղմ դիրքից դուք իրաց երեխեքին եք տալի սպանել։ Ինքը հələ քեզ հարցեր է տալի։ Դուք ասում սպանել ենք, լավ ենք արել, ու աչոտ չունենք տալու։ Նորից եմ ասում, ցանկացած քպեական, ցանկացած մուսր, օրենքի մարդ, չակերտավոր եմ ասում օրենքի, պագոնավոր, եթե իրան թվում է, որ ինքը իրավունք ունի դիմացինից պահանջելու հարգանք, ես ի սկզբանե ասում եմ, այդ համազգեստը ձերակին, վեր դիֆոլտ, պահումարչանյու, դուք դրա իրավունքը վաղուց կորցրել եք, վաղուց, դեր, չգիտեմ, դեր Լևոնի ժամանակներից առայսօր նույն բանն է, դուք կորցրել եք դրա իրավունքը, հա, դուք խոսում եք բացառապես եզի մահակի դիրքերից, դուք ոնց կարող եք մարդուց պահանջել հարգանք ոստիկանի նկատմամբ, լուրջ եք ասում, ինչի դիմաց, ձեր որ պահվածքի դիմաց, ուրախանենք, որ այդ պահին չեք օգտագործում ձեր ուժը մեր նկատմամբ, դրա համար, ձեզ է թվում, դուք հələ հաշիվ եք դիտա։ Իրավունք ունի քո հետ այդպես խոսելու, քո հետ խոսելը այս վիճակում հələ քեզ նվեր է։ Հարգելիներս, ես ձեր հարցերին պատասխանեցի, որքանով որ այս պահին կարող եմ։ Չէ, դուք հիմա տվեցիք ինֆորմացիա, որ որոշ մասով հրապարակվել է, ինչին ես ձեզ վստահ ասում եմ, որ ոչ։ Վերջ, դու ոչ մի բան չես հրապարակել։ Հիմա այս ամբողջ ցավը գիտեք ինչու՞մն է սրանց։ Նայենք, ես էլ նայենք, ասեմ հիմա ինչ է, սրանք ինչի ձերբակալեցին։ Սան ճանաչում եք։ Հարցով եք հավաքվել, ուզում եք ձեր կարծիքը իմանալ, էլի նկա։ Այդ հանձնաժողովը պատերազմի հետևանքները հետաքննող։ Դրա զեկույցը հետաքրում է հսկայական քանակի մարդկանց։ Ինչի՞ չի։ Գիտեք ով է։ Սերգեյ Բագրատյան։ Նախկին ԲՀԿ-ական, որի ղազագիրը հրապարակեցին հենց Բարյավաճից, որտեղ մոտ քֆուր էր ուտում, որ ինքը հավատալի մնալու այդ կուսակցությանը։ Հա, ղազագիր էր գրել, ու մոտ քֆուր էր ուտում։ Մոտ քֆուր կերած Բարյավաճից թռածը հիմա քպեական է։ Որ ասեմ իմանաք ովքեր են իրանք, էլի, բարոյապես կենսագրությունով, սա շատ կարևոր է։ Որ սրանք չմտածեն, նորից եմ ասում, Կլյանոց Սերգեյ Բագրատյան, Արտուր Հովհաննիսյան, ով ուզում է եղի, դուք ձեր կենսագրությունով ապացուցել եք մի բան։ Ձեր նկատմամբ չի կարող լինի հարգանք։ Ձեր նկատմամբ չի կարող լինի այն վերաբերմունքը, որին արժանի է վերջի, չգիտեմ, հավաքարար ասեմ, ինչ ասեմ, այն ցանկացած մասնագիտության, նույնիսկ ամենաանհարգին, նույնիսկ բանտում նստած հանցագործը արժանի է, որ իդ հարգալից խոսան, բայց դուք չի արա։ Դուք ձեր կենսագրությունով ապացուցել եք, որ դուք ոչ մի բանի արժանի չեք, ոչ մարդկային վերաբերմունքի, ոչ ներողամտության, ոչ հարգանքի։ Ես ասում եմ, որ ականջների տողանեք, վաղը չլացեք, ասեք, խեք մեզ այդպես վերաբերվում, հենց այդպես, որովհետև դուք եք այդպես ձեզ պահել։ Իսկ հիմա լսենք սա ինչ է ասում։ Չի հրապարակվում, ոնց եք կարծում։ Մի մասը գախից։ Մի մասը։ Մյուս մասը հաստատ կհրապարակի։ Երբ։ Ոնց, մյուս մասը հաստատ կհրապարակի։ Հա։ Միքայելի վատը գիտեք, այս ընդհանուր Միքայելի չէ, շարժման ամենախայտարակ մասը գիտեք որն է։ Իրանց համար, որ ընտրության դեմ իրանցից աչոտ են ուզում։ Ընտրություններից առաջ իրանք ասելիք չունեն։ Իրանց ասում են, արա, դուք մեր երեխեքին տալես սպանել եք։ Ուր են։ Ուր են մեղավորները, ուր են բանտարկվածները, ուր են կախաղան հանվածները, որտեղ են պատասխանատուները։ Թվում էր, սրանց թվում էր ամեն ինչ մոռացված է։ Մի քանի օգուտ ծեծեցին, ջարդեցին, Արսեն Ղազարանին տարան փակեցին, մտում էր, վсё, ախպետ, մահակը մեր ձեռն է, կարող ենք լրացնել։ Նույնիսկ եմ ասում, դուք մարդկանց սուքը, իրավունքները, արժանապատվությունը, դուք ամենասուրբ բաները դուք տարօրել եք ձեր կեղտոտ ոտերով ու մահակներով։ Դուք հասկանում եք ինչ է կարել։ Ու սրանք մտածում են, որ վերջ մարդիկ հանձնվել են, հալմալվել են, այն տականքը չեր ասում, ինչ եք բանան, դուք էլ ուրիշ երեխա չունեք, ուրախացեք էլի, ձեր երեխեքը մահացել են, զոհվել են ինքնիշխանության համար։ Հետո պետք է ասել, մենք գիտակցաբար տալել են կոտորելու։ Ու մեկ էլ պարզվում է, ոչ մեկ չի հալմալվել, ու ոնց կարելի է հալմալվել։ Ես ասել եմ, չէ, որ սա այդ հալմալվող չի լինելու։
չի լինելու մարդիկ դանակ պատարակախ սրած սպասում են օրվան, որ ձեզանից պետքա պահանջեն այս ամեն ինչը։ Ու այս ամեն ինչը դուրս է եկել ջրերես հենց հիմա ակտիվացել է։ Փաստաբաններ կան, Միքայել Լանդը, Հարություն Բաղդասարյանն է, վաղը կան նաև Հարություն Բաղդասարյանին մեկուսացնել։ Ասեն, մի վարքեն, այս դիմումները իրանց համար ով է գրում։ Ով է գալիս այս բզբզում կուլտուրական ասելիք չկա, չէ՞, Միքայելի Սամը չեն կարող ասել, բայց կթան մի բան։ Բարի գալեն, ասեն, մի բան էլ բռնեն։ Հարութի, ասեն, ապեր, դու ոնց որ շատ դիմում գրեցիր, շատ քրեական բաներ ներկայացրեցիր։ Աչոտ ես ուզում բոլորիցս, մինչդեռ մենք քեզ ասելիք չունենք, տարել ենք, կոտորել ենք, լավ ենք արել, ինչ չես հարմարվում դրա հետ։ Քանի այս 2 ամիսը դուք արում եք ասեք, դեռ ասեք, հետո կտեսնենք։ Ժամկետը չասեմ, բայց որ հրապարակին դες։ Իսկ տեղյակ եք, որ ժամկետը ասվել էր հոկտեմբերի սկիզբ։ Բացեք ժամկետը։ Բացենք ցողի ժամկետը։ Սա ասում է, բացենք ցողի ժամկետը, ապեր հոկտեմբերի 20-ին ասել են, բացենք ցողի ժամկետը, վերջ, պրծավ։ Ոչ դեպք ա եղել, ոչ մեղավոր կա, բացենք ցողի ժամկետը։ Ցանկացած բանական մարդու համար, արժանապատվություն ունեցող մարդու համար, այս տեսակի պատասխանը վիրավորանք է, անձնական։ Հիմա Միքայելը իրավունք ուներ ասելու, դու անասուն չես արա։ Ոնց է բացենք թողի ժամկետը։ Ժամկետի մեջ տեղավորեք, այդ իմ ինչ պրոբլեմն է։ Քեզ թվում է ես այնքան ապուշ եմ, որ ինձ կարելի է այդ պատասխանը տալ, բայց Միքայել Մարկարյանը արվեստագետ, դասիրակված, չափազևս տղա է, այդպես չի պատասխանում։ Չնայած սրան այդպես կարելի է պատասխանել։ Սրան մորքը ֆուրով, ղազագիր ուտող, ստորագրող, հետո ուտածող, հետո կպեական դառնողին ուրիշ բան չկա ասելու, հասկանում եք։ Բայց Միքայել Մարկարյանս լավն է, էլի դուք ով ա խոսում, հարգալից բան։ Արցախցիներն են արձագանքում։ Ասում են, տականք, ես Արցախի չեմ փախել։ Ես Նիկոլի ու Ալիևի հանցագործ փոխգործակցությամբ ցեղասպանվելու սպառնալիքով բռնի տեղահանվել եմ։ Վերջ։ Կա մեկը, որ կարող է այս փաստի հետ վիճակի, բազարանի, ցույց տվեք ինձ նենց հետաքրքիր է, ով է լինելու այդ կենթանի։ Ազնիվ խոսք։ Սա տարածեք, ձեր ասեք։ Այս մեկը ուզում է վիճակի այս հանգամանք։ Արտեսում, Նիկոլի Ալիևի իդեալական ձևակերպած է։ Հանցագործ համագործակցության ցեղասպանվելու սպառնալիքով բռնի տեղափոխվել է։ Այսքան բան։ Բարձա դուք ինչ եք արել։ Նույնիսկ Հակոբ Բադալյանն էլ չի դիմանում։ Միշտ լոյալ իշխանությունների նկատմամբ Հակոբ Բադալյանն ասում է իր նենգափող դիսկուրսով լղոզում է պատասխանատվությանն առնչվող ամեն ինչ։ Ես միշտ ասել եմ, կա սկզբունքային մի մաս, որ ի սկզբանե ասում է դու տականք ես իշխանություն, որովհետև դու, ասենք 8 տարի առաջ եկել ես իշխանության, կոնկրետ օրակարգով, արա, ես քեզ բերել եմ իշխանության, որովհետև դու ինձ խոստացել ես, որ սա պետք է անես, ու ոչինչ չես արել, ավելի դու արել ես հակառակը։ Ես քեզ հենց դա չանելու համար մի անգամ ասում եմ, դու սրիկա ես։ Դա սկզբունքային մասն է։ Այն մեջտեղը լողացող մասը, ասենք այս մասը, հա, որ գիտեք ինչ գուցե ժամանակ տանք, թողեք աշխատենք, միգուցե ինչու՞ չէ, իսկ ով գիտի, այս կարգի խաղացողները, իհարկե կա նաև այդ մասը, որոնք խաղում են, բայց դա չի նշանակում, որ միջև վերջ պատրաստ են ուտել այն, ինչ կդրվի իրենց դեմը։ Հիմա այդ շերտն է արդեն ասում, որ դու նենգափող լղոզում ես ամբողջ պատասխանատվությունը, որը քեզ դա չի հաջողվելու։ Դու ինչ ուզում ես խոսա։ Ամենաֆենոմենալն է, որ ժողովուրդը արդեն թքած ունի դու ինչ ես խոսում, հենց քո ձենը լսում անջատում է։ Որովհետև 8 տարին ինչ որ լսել է, բերել է մի համոզման, որ քեզ չի կարելի ուղղակի լսել։ Բայց ես ամեն դեպքում ես ուզում եմ այս մի բանը լսենք էլ։ Հալա, այս Տաթևիկի ներկարդամ, ինչ ասում Տաթևիկը, նախքին ԿՊ-ական,
որ ես պատգամավորներից է եղել։ Որ ասում է բացառիկ բարոյազուրկ պիտի լինես, որ տանես պետությունդ ու ժողովուրդիդ գցես պատերազմի մեջ քո քաղաքական որոշումներով, չապահովես նորմալ ռազմական կառավարում, կայացնես քաղաքական տահաս ու հակապետական որոշումներ, տանես պարտության, տանես էթնիկ զտման, կործանես 30 տարվա կռիվը 10,000-ով զորեր 10, հետո կանգնես ասես փախել են, ճողոպլել են, չեն կռվել։ Հետո էլ ասես ընչեք ինձ դավաճան կոչում։ Այս չկռվողները իրանք են, մի հատ նայեք հիշեք էլի։ Մի հատ նայեք հիշեք, ես ուղղակի ձայնը անջատել եմ, էսի լսելու բանցի։ Այս մարդիկ հələ պետք է կռվեին։ Այդ 100,000-ը այս վիճակով հələ պետք է կռվեին 7 միլիոնից երկրի դեմ։ Միջև ատամները զինված։ Այս ժողովուրդը այս վիճակով ոչ սնունդ ուներ, ոչ վառելիք ուներ, ոչ մատակարարում ուներ։ Կենդանիներն էին սատկում փողոցներում, այս ժողովուրդը պետք է չփախներ։ Պետք է չարտագաշքեր, պետք է մնար մեռներ, որովհետև այդպես էր պետք։ Մի մասը պետք է մեռներ, մյուս մասը դառնալ վասալ, դառնալ Ադրբեջանի քաղաքացի, որ այսօր Ալիևն ու ինքը էթնիկ զտումների քրեական գործ չունենար իրանց վրա։ Հասկանում եք։ Այ մեղավոր է այս մարդիկ, որ ոչ բոլորը մեռան, էլի։ Այ մեղավոր են իրանք։ Ես ասում եմ, որ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Ասեցիք բանալի բառը ստեղծողներ, այսպես կոչված պատմական արդարության վերականգնումից։ Ասեցիք այսպես կոչված պատմական այսինքն չկա։ Դա Էրդողանի խոսույթն է։ Այսպես կոչված ցեղասպանություն, այսպես կոչված էթնիկ զտում, այսպես կոչված պատմական արդարություն։ Չէ, ընդհանրապես դու հայտարարեցիր, որ քո համար ցեղասպանությունը, պատմությունը, արդարությունը, մարդու իրավունքները, մարդու միջազգային իրավունքները ընդհանրապես այսպես կոչված ձևակերպումներ են։ Ու դու այսօր հայտարարում ես ամենաբարձր ամբիոնից։ Գիտես, մի քիչ ուղեղ ունենայիր, կհասկանայի, որ ամենաբարձր ամբիոնից ցանկացած հայտարարած խոսք ավելի ծանր է, որպես մեղադրանք, քան, ասենք, ձեր, չգիտեմ, տան դռնապանի հայտարարությունը։ Ձեր տան դռնապանի հայտարարությունը ձեր դաչայի, որ տենց գնում գալիս եք չեք նկատում ու դե մարդկան նստած, եթե ինքն է սենց բան ասում, ինքը դա ոչ մի քաղաքական քրեական հետևանք չի կրում դրա համար։ Դե ինքը ով է, ոչ մեկ։ Ինքը չի ներկայացնում։ Բայց երբ որ պետության առաջնային կարևոր դեմքն ասում, այսպես կոչված, ես ուզում եմ Սփյուռքից սկսած մինչև ցանկացած հային ասել, այսպես կոչվածը դա Էրդողանի խոսույթն է։ Այո, ինքը հրաժարվում է, իսկ ում է հետաքրքիր ինքը ինչից է հրաժարվում։ Ինքը տականք է, ինքը ասում եմ թուրքական ծրագիր իրականացնողն է։ Նա հրաժարվում է ցեղասպանությունից այսպես կոչված, որում ոչ թե ցեղասպանությունից, այսպես կոչված ցեղասպանությունից, որ դրել է կասկածի տակ։ Ամեն ինչն այսպես կոչված իր համար։ Հիմա ես հարց եմ տալի, եթե աշխարհում, մանավանդ Սփյուռքում, որը ձևավորվել է այսպես կոչված իր ասած ցեղասպանության արդյունքում։ Եթե մեկը կա, որ ցան աջակցում է, կամ իր համար մեկ ասա ինչ է ասում։ Նշանակում է իրոք իր նկատմամբ կատարվել է այսպես կոչված ցեղասպանական գործողություններ։ Կամ իր բառերով եմ ասել, ուրեմն ինքը դրա առիթը տվել է։ Հա։ Եթե ամբողջ Սփյուռքում կգտնեք մի տականք, որը համաձայն է սրան, ուրեմն իրեն կամ իր նախնիներին ժամանակին իրոք էլի ինքը իրանք մի հատ առիթ տվել են, էլի որ ցեղասպանել են։ Հենց կոնկրետ իրան։ Իր նախնիների մասին է խոսքը։ Մնացածի հետ գործ չունի ինքը։ Այս այսպես կոչված հայտարարություն անողին աջակցողները հենց դրանք են։ Ես սա եմ ուզում ցույց տալ մեր հասկանում։ Մենք ճշմարտություն ենք փնտրում, տիկին պատգամավորներ։ Լսեցիք, Միքայելս ասում է, տիկին պատգամավորներ ասում են, այ եթե պատգամավորների անունները իմանայիք, գուցե ձեր հարցին պատասխանեինք։ Ուրեմն
Միքայելս պետք է ասեր, կներեք էլի, դուք չեք կարող անուն ազգանուն ունենալ, որովհետև ձեր Փաշինյան Նիկոլն ասել, որ դուք բոլորդ անուն ազգանուն չունեք, դուք ուսապաշտ եք, դուք կարծիք չունեք, դուք անուն ազգանուն չունեք, դուք ոչ մեկ եք ու դուք համաձայնվել եք դրան, դրա համար էլ դուք անուն ազգանուն չունեք, հասկանում եք, դուք ինքներդ եք հրաժարվել ձեր անունից էլ, ազգանունից էլ, ասել եք մենակ ես ընդեղ նստած լինեմ, թող ես բույսի կարգավիճակում լինեմ, ուսապարկի կարգավիճակում լինեմ, ու սա վերաբերվում է բոլորին, այդ Արտուրից սկսած այն նարկաման, որ խոսում էր, հա, միջև խոշոր երջերավոր անասունը, որովհետև դրանք բոլորը հայտնվել են ընդեղ մեծ դավադրության արդյունքում, որի ղեկավարն էր Փաշինյան Նիկոլը։ Իրենց ոչ մեկ չի ընտրել ընդեղ, իրենց ոչ մեկ չի տարել ընդեղ, ժողովուրդը տարել է Փաշինյան Նիկոլին, այսինքն մնացած բոլոր անասունները, այս բանը, ոչ թե Նոյան Տապանը, Նիկոլի Տապանի անասունները, որ հավաքվել են ազգային ժողովում, դրանք ոչ անուն ունեն, ոչ ազգանուն ունեն։ Եթե ասենք մեկին էլ պատահման անուն ազգանուն գիտեն, կարող ուրիշ տեղից գիտեն, բայց ոչ թե պատգամավոր որպես, հա։ Հիմա հասկացաք դուք ով եք։ Դուք Նիկոլի Տապանի կենդանիներն եք, որտեղ ընդհանրապես գլխականական։ Ու դուք դրան համաձայնվել եք։ Դա էլ ասել է Փաշինյան Նիկոլը։ Հենց որ Միքայելից մի նեղացեք։ Կներեք, էլի մի նորից սրանցենք, հա։ Փողզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում եւ Երևանում թեյ խմելու մասին։ Փողզիջման մասին կարելի է լրջորեն խոսել միայն այն դեպքում եւ այն պարագայում, երբ որ Ադրբեջանը հստակ ուղերձ որ ինքը պատրաստ է քննարկել եւ ինքը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրական Մարդիկ իրան սրա համար են ձեն տվել, հասկանում եք։ Անում զիջում է, դրա անունը սկսել են դնել փողզիջում։ Իսկ ինչ է զիջում Ադրբեջանը, որը մեկը կարող բացատրել։ Երբ որ Ադրբեջանը ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին։ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։ Այն որ ասում են մենք լեգիտիմ ենք, մենք ձայն ենք դրել, չէ, տական, քեզ ձայնը տվել են նախկին տեքստի համար։ Դու մարդկանց խաբել ես։ Այն որ ասում են լեգիտիմ է, այդ ասողները նույնիսկ չեն հասկանում։ Երբ որ քեզ վճարում են մի բանի համար, պայմանավորվում են մի բանի համար, դու գալիս ես անում ես հակառակը, դու ոչ միայն լեգիտիմ չես, դու նաև մեղավոր ես։ Ուղղակի այս կենդանիների կողքը հարմար ընդդիմություն չկա, այսինքն եղած այնքան հարմար է իրանց, որ իրանք էլ են նույնիսկ ասում, ձեզանից հարմար ընդդիմություն գոյություն չունի աշխարհի վրա, որովհետև այս ամեն ինչը չեն դրել պարբերաբար ամեն օր իրանց դեմը։ Այն ժամանակ ժողովուրդն էլ կսկսել հասկանալ, որ սրանք չեն կարող լեգիտիմ կոչվել, որովհետև լեգիտիմությունը ուրիշ բան է, լեգիտիմությունը գործողություններն է, ոչ թե ընտրություն արդյունքները։ Գիտեք ինչի չեն դրել այս ամեն ինչի դեմները, որովհետև կառավարությունը շարունակում է գնումներ կատարել Քոչարյանի Toyota-ից։ Այո։ Ախպեր։ Քաղաքականություն, բայց փողը մնում է փող։ Հա։ Ոչ մի բան չի փոխել իրանց հարաբերությունների մեջ, ոչ մի լեզվակռիվ, ոչ մի արան դու ես կտանեմ պատվալները կփակեմ, գլուխները, չգիտեմ, ինչ անեմ, կսեմ ասֆալտներին, ոչ մի բան, դա սրա գինն է։ Պիտի նստես, ես քեզ պիտի ասեմ, դու պիտի լսես, դու պիտի կուլ տաս, բայց դա դիմաց ես առավոտում եմ անելու քո Toyota-ից։ Այսինքն պիտի ջան ասենք, այսքան բան, բայց իր ջանը մի քիչ ուրիշ ձև է։ Ու դրան համաձայնվել է Քոչարյան Ռոբերտը, որի համար ես ասում եմ, դու տղամարդ կոչվելու իրավունք չունես։ Դու կարող ես քո շրջապատի համար ոին ես։ Իսկ մի քիչ արժանապատվություն ունեցող մարդու համար դու մի փալաս ես, որի վրա Նիկոլը սրբում է ոտերը, դիմացը Toyota-ից առևտուր անելու եւ քեզ չփակելու դիմաց։ Այսքան բան։
Հիշում եք այս դավաճանին, որ բացահայտել էին, հա, ասեմ, ես բացահայտել են այս աղջկան, որ ինքը փաստորեն գումարի դիմաց, ոչ միայն սեռական ծառայություններ մատուցել թուրքերին, այլև տեղեկատվությունները տեղափոխանցել։ Պարզվեց աղբե ջան, արդարացվել է այս մարդը։ Փաստորեն աղջկանը շար էին անում։ Գիտեք ինչի արդարացվել։ Բայց նույն գործն են արել։ Ինչի պիտի չարդարացվեն, ինչի պիտի բոլորը արդարացվեն, հələ մի բան էլ նստեն ազգային ժողովում, պաշտոնների նստեն, աղջիկը չնստի, ինչով է տալու։ Ինչով է ինքը ավելի վատ։ Ինչ է թե ավելի ցածր պաշտոնի է, բայց չէ որ ձեր հանձնարարությունն է այս մարդը կատարել։ Այո։ Մոտեցել է, ցավոք սրտի առանց հասկանալու, որ այստեղ ունենք շատ մեծ տրավմա։ Հիմա նայեք, կանաչապատման հիմնարկը, այսպես բաներ Երևանում շատ ունենք, ու ցավոք սրտի սա իրականացնում է Երևանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի հիմնարկը, որը համարում է իրեն բարձր դասի պրոֆեսիոնալներ։ Սոսիները տնկել են 21 թվականին, տեսնում եք ինչ ծառեր են դարձել, հիմա դրել են ինչ-որ մի բան, որ ծառը կարողանան ուրեմն դիրքը ծառի նորմալ պահեն եւ ձևավորեն։ Հասկանալի է, որ սենց հնարավոր չի դա անել, եւ հիմա եթե մոտիկից նայեք եւ ես սա սկսեմ կտրատել, դուք կտեսնեք, որ սա մտել է բույսի մեջ, փայտը մտել է բույսի մեջ եւ հիմա եթե քանդել տանք, կտեսնեք, որ այստեղ մեծ վերքի մակերես է առաջացել։ Նայ, տեսնում ես։ Արդեն այս փեդից, տեսեք, դուրս է գալի, վաղ ասելու են հիվանդացել է, իսկ ինչի հիվանդացավ, որովհետև մենք մեռուկացած հյուսվածքով ինչ-որ մի բան, բերել ենք, կպցրել ենք ծառին, տեսեք, խնդրեմ։ Դա ցույց չեմ տալի այս մի ծառի պատմությունը, որ դուք հասկանաք, ժողովուրդ ջան։ Սա փոխաբերական իմաստով ամբողջ պետությանն է վերաբերվում։ Այսինքն հիվանդացել են ամբողջ պետական համակարգը։ Այսինքն սպանել են բառը պայմանականորեն ասում, երբ որ սրանց լսնենք բանտերը, երբ որ բացենք արխիվները, բացենք նախարարության դռները, հասկանանք այնտեղ ինչեր է կատարվում, մենք կհասկանանք, որ մենք ամբողջ պետությունը այս ծառի վիճակին է։ Ծառի վիճակին։ Ինչի՞։ Մի մասը դիտավորությամբ, մի մասն էլ ուղղակի ավելին ունակ չնեղել, որովհետև չի կարող ամբողջ պետությունը ղեկավարվել, կներեք, բացառապես դեբիլների ձեռքով։ Հասկանում եք, ինչ որ մասնագիտական նմուշներ պետք է մնային տեղերում, որոնք պետք է համակարգը աշխատացնեին։ Բայց որ նայում ես քաղաքի վիճակը շինարարության ոլորտում, էկոլոգիայի ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում, կանաչապատման ոլորտում, որ ոլորտը բացում ես, աղետ է։ Ես ասում վաղը, որ Աստված հաջողի մենք կարողանանք պետության դռները բացել, տեսնենք ինչ է կատարվում, սրանց բանտերը լսնելուց հետո, մենք սարսափելու ենք իրավիճակից։ Ես երաշխավորում եմ, չի լինելու, չեն գտնելու մի օրգանիզմ, որտեղ առողջ լինի։ Օրգանիզմի նկատում նախարարություն կամ չգիտեմ, ուղղություն, որովհետև այս մարմինը, որ սրանք սպանում են, սա մետաստազներով, sense ամենավերջի ստադիային հասած քարսկեղային ուռուցք է։ Կներեք այս դաժան համեմատության համար, որը բերում է մի հատ վերջնակետի, դա մահն է այս պետականության, որովհետև նախարարինը իրանք պետականության պահելու խնդիր չունեն, նախ եւ առաջ, երկրորդն էլ իրենց հետաքրքիր չի ամեն ինչ ինչով կվերջացվի, իրանք տանում են դեպի հենց վերջացում, այսքան բան։ Ոնց էս էլ է նույն սերիայից, նայեք, բուսաբանական այգին նայեք դուք հələ։ Սա բուսաբանական այգին է, նայեք։ Էս էլ այդ նույն սերիայից է, ժողովուրդ ջան։ Էս էլ այդ նույն սերիայից է։ Սա լսենք։ Ամեն
Սա նույն բանաձևը, նույն սխեմաները պետության բյուջեն ոնց պետք է գնա իրենց ղեկավարության տակ գտնվող, իրենց ղեկավարության, իրենց փայաբաժիններով տակ ընկերություններ, որտեղից այդ գումարը պետք է անհետանա։ Այդ անիֆի մասին ես հələ լռում եմ, անիֆի գործով սրանք իրենց ամբողջ կուսակցությունում, ամբողջ փայփով պետք է ցմա դատապարտվեն։ Սրանց ֆունկցիան դա է։ Եղել մնում է, քանի դեռ պետության ղեկին են։ Դուք ասեք, քաղաքական, բարոյական, ռազմական, տնտեսական, ֆինանսական, այդ ոչ մի ձեռքբերման համար մարդիկ սրանց պետք է ձայն տան։ Ու ինչպես կոչել նրանց, ովքեր սրանց աջակցում են։ Ու պատրաստ են սրանց աջունոտ ձեռքը լվալ, ջուրը խմել։ Ի դեպ, ես մի քանի օր առաջ պատահմամբ խոսեցի Ստյոպիկ Սաֆարյանի մասին եւ ասեցի, որ միջև փաստորեն իրեն նշանակելը Նիկոլ Փաշինյանի կողմից բանի այդ հանրային խորհրդի նախագահ յուքոն դիմադիր էր։ Զանգեցին ասին Վարդան ջան, ոչ, միջև այդ չէ։ Ինքը Սերժի ժամանակ էլ էր կապիկություն անում ու Սերժի ժամանակ էլ էր փողեր վերցնում իրանից։ Դիշ ասեցին, որ Միշիկն է ստեղծել իր հիմնարկը, ճիշտ է ասում Ստյոպիկ։ Ես Ստյոպիկին ինչի հիշեցի, որտեղ կապել է Նինա Կարապետյանցին հենց նենց կամ ինչ-որ մի բան, amma Նինա Կարապետյանցի իհարկե կարա իր պատասխանը տա։ Իմ ջալոց, շաբաթ օրը այսօր։ Ու եթերում ժամավեցին հյուրը լինելու Նինա Կարապետյանցը, կարող եք հասել ուտելի։ Ասին բայ Վարդան ջան, ո՞ր մոռացել ես, հա երեք մոռացել է ՀՀԿ-ի ստեղծած կառավարման դպրոցը, որ Ստյոպիկին պահում էին։ Չէ, ասին, Վարդան ջան, ուղղակի մոռացել ես։ Այո, ես իրոք մոռացել եմ։ Որտեղ այն ժամանակ դա ես այդքան նշանակություն չի տալի, որովհետև էքզիստենցիալ չէր խնդիրը։ Ուղղակի այդպես տարել էին Ռաֆիի տակից, փողով պահում էին Միշիկ այնտեղ։ Այո։ Սրանք բազմաչարչար ու հիմա եմ հասկանում Սերժիկի կադրը ինչպես պետք է հայտնվեր Նիկոլ Փաշինյանի մոտ հանրային խորհրդի նախագահ։ Փազելը հավաքվում է, ոնց ուզում ես սենց հաշվի, նույն Բագրատյան Սերգեյը, նույն սա, ասում եմ դու չես հիշում, որ սան ասում էին Աշոտյան Նիկ բանը, Արմեն Աշոտյանի ջեբի շուն սրան, տենց էին ասում, ասի ճիշտ ասած, այդ մեկը չեմ հիշում, բայց մնացած հանգամանքները հա, իհարկե հիշում եմ, որտեղ ով էր այն ժամանակ Ստյոպիկ Սաֆարյանը, ես իր մասին պետք է հիշի, կամ չի։ Այո։ Ասենք առաջ։ Եվ մի վատ նորություն Գրզոյի համար։ Գրզոյ։ Այս նկարի մեջի այս կենթանուն տեսնում եք, սա գիտեք ով է։ Այն կողքինը։ Սորոսն է, ալի մա Սորոսի դեմքին նայեք մոտիկից։ Սա մոտ 100 տարեկան է։ Ես հիմա այս հոդվածի հետ այն ինչ պետք ասեմ կապ չունի։ Սա Գրզոյի հետ կապ ունի։ Սա 100 տարեկան է, տեսնում եք, նա դեմքին նայեք, ամեն անգամ ես սա դեմքին նայելուց առաջներում ես սարսափում եմ, ես մտածում եմ, սա Ռոթշիլդների, Ռոքֆելլերների, ես բիձեքի դեմքին որ նայում եմ, ինձ թվում է ես սատանի եմ նայում։ Լուրջ եմ ասում, ես հրեշի եմ նայում։ Ոչ թե որ դրանք չէ, ոգի հրեշ ինձ թվում է, հրեշ եմ տեսնում հենց այս կերպարանքով։ Այս վերջերս բարձվեց ինչու եմ ես այդ մասին, այդ կարծի, այդ տպավորությունն ունեցել։ Ես ասեմ, որ սրանք բոլորը իրենց այս երիտասարդությունը, ասենց այս ֆորմը է, որ 100 տարեկան է այս պատանքը։ Ու դրանք բոլորը պահել են այն անմեղ երեխեքի արյունը խմելով, միսը ուտելով։ Տարեկան 8 միլիոն երեխա կորում աշխարհի վրա։ Ու սրանք բոլորը հենց այդ սատանիստներն են, որոնք որ նայում ես բանից սկսած այդ Յենց դերասանուներից որ նայում ես, Մադոննայից սկսած, որ այդ երիտասարդությունը ոնց են պահել, հենց այդպես։ Ու պարզվում է, որ Հայաստանն է ներմուծվում նաև այդ հեղուկներից։ Ու Գրզոնը այդ գնորդը։ Ես փորձեցի հասկանալ դա ինքը մասնակցում է այդ ռիտուալներին, թե ուղղակի այդ հումքն է գնում,
ասեցին նույն հարցերից, ասեցին մասնակցելու մասին ինֆորմացիա չունենք, բայց հեղուկները պարբերաբար ինքը գնում է։ Ես ասեմ, որ այդ հեղուկները Ամազոնում չես կարող գնես էլի։ Ամազոնում չես կարող գնես ու ոչ էլ անենցա որ այդ գնողը չգիտի ինքը ինչա գնում։ Դրանք երեխեքին կներեք ուսման մանրամասները պետք է ասեմ, մինչև սպանելը բերում են վախի ծայրահեղ աստիճանի, որի ժամանակ իրենց արյան մեջ արտադրվում է այդ վախի հորմոնը շատ մեծ քանակությամբ, որը փոխում է եւ արյան համը եւ դրա մի խոսքով պարունակությունը, որը խմելով սրանք ապրել են։ Իրենց երիտասարդ պահերի համար այո կզո վաղ թե ուշ գիտես քո նմանների վերջը ոնց է լինել այս գործերը մենք բացել ենք տեսնենք քո հետ ով է առնում դա եւ ինչի են հենց քեզ ծախում նես չի ասում դու Ամազոնից կարողանաս պատվիրես չէ դες բան չկա սա դու սա գալու ջրես լավ մտածեք ինչ եք անում ես գիտեմ որ միջև վերջի փամփուշտը դու կրակող եք փրկվելու համար ես էլի գիտեմ բայց ամեն կրակողի դեմ կրակող գտնվելու է մեկը այնպես ժողովուրդ ջան այս հրեշային բանը որ կա կառավարում աշխարհով մեկ չէ կարող Հայաստանը կողքից անցնել հələ իմանալու ենք այդ ռազմիկը այն երախա ծախող ինչքան բա կապված եղել դրանց հետ որովհետև չի կարող Թուրքիայից 200 միլիոն երեխա վաճառվի Հայաստանից այդ երեխեքը կորեն ու անետ ու դրանք իդ կապ չունեն ու մեկ էլ որտեղից որտեղ բարձրի գրզոն այդ բաներից հերոկներից վերում է որպեսի երիտասարդին լավ սա ես ուզում եմ մասով ասել կճշտենք ամեն ինչ ոչ մի բան չի կոդելու իսկ հիմա այս մյուս հրեշին անդրադառնանք որը վերջը որոշեց որ ցամաքային զորք պետք է մտնի իրան հիմա սա իր ամենավերջի գոյության ասենց ասեմ ինքը արդեն բանը հետհաշվարկը սկսել է դիրա ուղիղ 4 շաբաթ առաջ ուղիղ պատերազմը սկսելու օրը հիմա ինքը մտավ իր հետհաշվարկի վերջին շրջան որը արդեն անշրջելի է հիմա արդեն մոտարապես ասում են մինչև 17000 զորք է ուղարկել որպեսզի ցամաքային գրող լինի որտեղ Նետանյահուն ասեց արա ինչքան կլինի վերևից ռմբակոծել այտենց բան չի փոխվում հələ մի հատ ամերիկացիների ուղարկին դե սա որոշումը դեն կայացրել է մենք շուտով տեսնելու ենք սրա դատավարությունը անպայման իսկ լսեք հələ I don't want it. Would like to make you the next supreme leader. No, thank you. I don't want it. But I want to express my gratitude to the tremendous. There's never been. Լեքին չասում, իրեն առաջարկել են, որ լինի բանը Ուկրաինայի, Իրանի գերագույն հոգևոր այրը, հա, իրանց հոգևոր առաջնորդը, ինքն ասել է մերսի չեմ ուզում։ Պատկերացնում եք, ինչ մեծահոգի տղա է, իրան ասել են, այ դու եղի, այսօրվանից դու ես մեր հոգևոր հայրը, ինքն ասել է, չէ, չեմ ուզում։ Իրան լսող կա, լսողը որն է, իրան հավատացող կա, եւ Հայաստանում եւ Ամերիկայի մենսորմաններում, մի զարմացեք կա։ Իսկ հիմա ամենահետաքրքիր մասին եմ ուզում ասել։ Սանկցիաների վերաբերյալ իդեալական ձևակերպել է Թեհրանի քաղաքապետը, որ ասում է, մեր բաները, հրթիռները վերացնում են ցանկացած սանկցիա։ Էլ արդեն մեր համար միևնույն է սանկցիա կդնենք թե չէ։ Ինչին է վերաբերվում, որ ռմբակոծելու արդյունքում, լավ ռմբակոծելու արդյունքում իրենց նավթի վրայից Թրամփը անեց սանկցիաները։ Պարզվեց սանկցիաները հանելու ամենակարճ եղանակը լավ ռմբակոծելն է։ Շատ ծանր է սա վիճակը, որովհետև աջուձախ հենց իր մերձավորները արդեն սկսել են իրենց ստերի մեջ մեղադրել, որովհետև հասկանում են, որ բոլոր տեղերում քանի որ կորցնում են եւ ոչ միայն Ամերիկայում են կորցնում են նաև Իսրայելը, սա էլ ասեմ ձեզ։
իրանց հրամանատարն է IDF-ի ահազանգում, որ մենք արդեն կոլապսի եզրին ենք։ Այո, իսրայելական IDF-ը իրանց արդեն ասում են, որ իրանք կոլապսի եզրին են, մի քանի պատճառներով։ Նախ ժողովրդի մեջ կռվելու ցանկացողները ոնց որ թե այդքան շատ չեն։ Զոհերը եւ շարքայինների եւ հրամանատարական կազմում եւ ամենակարևորը անկճախտը, որովհետեւ հիշում եք, ես ասում եմ, սրանք ոչ մի անգամ, ոչ մի պատերազմ չեն վարել, սրանք ոչ մի լուրջ կռի չեն, ասենք իրանք զինված տանկերով քշել են անմեղ ժողովրդի վրա, սա է եղել սրանց հաղթանակը։ Ես ամեն անգամ ասում եմ, սրանք Իսրայելի զորքերը, Ադրբեջանի զորքերը, դրանք fake կազմակերպություններ են, fake, որովհետեւ ոչ մի իրական ճակատամարտ կռիվ սրանք չեն հաղթել։ Այն ինչ որ եղել է, արել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սա ամեն ինչ արել են Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորի տեխնիկայի ձեռքով ու փողերով։ Ու երբևէ բացի Համասից, ասենք են որ ռագատկով կռվողներ են, հա, ոչ միտեղ չեն եղել։ Նույնը Ադրբեջանը, ես ասում Ադրբեջանի բանակն էլ նույն օրվա մեջ են մտել։ Մի օր, որ մենք պետություն ունեցա, մեկ էլ Ադրբեջանի զինված ուժերի նախարարն ասել է, մենք զորք չունենք։ Գիտեք ինչի։ Որովհետև այն կողմի ղեկավարը գերագույն գլխավոր Նիկոլը չի, որ ասի տվեք, արա տվեք, քանի չեն կրակել մեր վրա։ Տվեք, այսօր տվեք, էնել տվեք, Քարվաճարներ տվեք, Արցախներ տվեք, તો չգիտեմ Գորիսներ տվեք, Ջերմուկներ տվեք։ Սրանք մտնայեք այս ամբողջ տարիների ընթացքում, սրանք ինչն են գրավել։ Ոչ մի բան, նույնն էլ էս բանակն է։ Եվ շատ վատ է սրանց վիճակը։ Մյուս կողմից, ասեք, սաս քաղաքապետերն ինչ են անում։ Неважно, чем закончится ситуация в Ливане или с Ираном, если мы теряем целый город внутри Израиля, это уже поражение. Впервые в истории страны город фактически опустел. Сегодня из Кирьят-Шманы уехали 10 тысяч жителей. И вы ожидаете, что еще месяц или сколько там, никто даже не знает. Они будут жить в этих условиях? Вы правда думаете, что они останутся? Если вы думаете, что через месяц эти 10 тысяч превратятся в 10 человек, только тех, кто физически не может уехать, потому что взрывы происходят каждый день. Если у меня 4700 квартир без укрытий или вообще без какой-либо защиты, о какой победе вообще может идти речь? Вы ведь не отправляете солдата на фронт без снаряжения, правда? Так почему вы отправляете мирных жителей на передовую без защиты? Это минимум, который государство обязано своим гражданам обеспечить их безопасность. Вы их подвели. Ու ինքը մենակ չի, մենակ ինքը չի, էս է։ Իսրայելի Մարգալիոտ քաղաքի ղեկավար Էյթան Դավիդին ուղիղ եթերում չի կարողացել զսպել արդյունքները։ Նրա խոսքով երկրի զինված ուժերը չեն կարողանում պաշտպանել քաղաքները հրթիռակոծություններից։ Դավիդին ցավով նշել է, որ ամեն ինչ արդեն ոչնչացվել է։ Նա դիմել է պատասխանատուներին, պահանջելով կամ ընդունել իրենց անկարողությունը եւ հեռանալ, կամ վերջապես կոնկրետ քայլեր ձեռնարկել քաղաքացիներին փրկելու համար։ Հա, ժողովուրդ ջան։ Հա, բավա հայերի նման չեն տարապելու 4 տարի մութ ու ցրտի մեջ, առանց հաց, առանց ջուր, առանց վառելիք։ Լողանալը դարձել է մեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։ Լողանալը։ Հա։ Բա գիտեք ինչ հայերի մնան պետք է դիմանային։ Հрьяաները չեն պատերազմում Իրանի դեմ, որ այս վիճակում ասնեին, ընդհակառակ իրանց պլաններ են լրիվ ուրիշ բաներ։ Եվ սա արդեն այս մասին բոլորն են գրում, որ իրանց IDF-ի գեներալը 10 հատ կարմիր դրոշ է բարձրացել, որ չկա, ռեսուրս չկա, ուրեմն զենք չկա, հակաօդային պաշտպանություն չկա, մարդիկ չկան, ցանկություն չկա, դասալոգությունը մեծացել է։ Խոսքով 10 հատ այդպես նախապաշտպան կա արդեն, ինչի չի կարա Իսրայելը շարունակի կռվելը։ Հենց հակաօդային պաշտպանություն չկա արդեն։ Չկա։ Դրան գումարեք Հայֆայի են բաները, այդ իրանց նավթի վերամշակման գործարանը, պայթած է, դա չի կարողանում աշխատի, այսինքն նավթի, դիզելի, բենզինի խնդիր կա, չեն կարողանում
Ինչքան էլ որ Ադրբեջանից նավթը կշնացնեն այնտեղ գազատարելով Թուրքիայով, այդ նավթը չի վերամշակվում, այդ գործարանը չկա, պայթասել է Իսրայելը, Իրանը։ Դրան գումարած ասեմ, հոպ այն հայտնի այռոնդոմը իրանց ոսկե գմբեթը գոյություն չունի, պլյուս այդ գործարանը, որ արտադրում էր այդ հակաօդային պաշտպանությունը, ոչ թե արտադրում էր, այլ ձևափոխում էր ամերիկյանը եւ սարքում էր իրենց համար, հարմարեցնում էր, դա էլ չկա, դա էլ է պայթեցված։ Բայց քաղաքապետերն ինչ են, լացում են, ասում են, մենք բնակիչները չգիտեն ինչ անեն։ Փակ է երկիրը, ոչ կարող են փախնել, ոչ էլ փախկվելու տեղ ունեն։ Այո։ Բայց միևնույն ժամանակ Նետանյահուն ասում է, մենք պետք է շարունակենք կրակել Իրանի վրա, վերջ։ There are two different versions of the same document for key changes. It makes me feel very confident that nothing's missing and everything. Նետանյահուն ասում է, հրաման է տալիս, պետք է շարունակենք կռիվը, պետք է ոչնչացնենք Իրանը։ Եվ հրամայում է Թրամփին շարունակել։ Զորք մցրա, մի քիչ հետո ամերիկացի կոտորեն, հա, որովհետև այս չինովնիկները խնդիր չունեն։ Սա հрьяաներն են, իրենք խնդիր չունեն, իրենք մտնեն մի առանձին տեղեր, իրենց համար կապրեն։ Իսկ մինչ այդ ավիացիայով կարողացել են այսօր Իրանի միջուկային օբյեկտներին խփել եւ հրդեհ առաջացնել այնտեղ։ Այո։ Ոչ թե ռազմական օբյեկտի, չէ, քաղաքացիական օբյեկտի։ Եվ հրդեհ են առաջացել այնտեղ։ Հետևանքները արդեն երևի պատկերացնում ենք։ Ես վախենում եմ, դա ինչ որ ամենավատը կարող է լինել, ասենք մոտավորապես Չեռնոբիլ 2։ Ես չգիտեմ դա ինչ է, այսօր դժվար է պատասխանել, որովհետև ամբողջական ինֆորմացիան չկա։ Գրած է, որ քաղաքացիական միջուկային օբյեկտներին են խփել եւ հրդեհ կա։ Հետևանքների մասին դեռ չկա կոնկրետ ինֆորմացիա։ Բայց որպեսի պատասխան 2 minutes ago, Iranian missiles struck Israel's national water infrastructure. Not a military base, not a radar installation, not an airport, the water. Իրանն էլ վերսած խփեց իրանց ջրի մատակարարման համակարգերին։ Այո։ Իրանը Իսրայելի ամենամեծ թերությունը, ամենախոսելի տեղը ջուրն է։ Ոչ միայն ինքը ջուր չունի, ջրային պաշտոններ չունի։ Ոչ միայն նավթն է, որ չունի ներմուծում այդ հայֆանը չի աշխատում, որպեսզի վերամշակեն, ոչ միայն օդային համակարգն է, որ չունի հակաօդային համակարգ եւ իրանական սուպերսոնիկները, գերձայնային հրթիռները մտնում են անազգելք ավիրում են քաղաքները, այլ արդեն ջուրեր չունի։ Եվ առնվազն 4 միլիոնանոց, ասում եմ, այդ տարածքը, մասնավորապես Թել Ավիվի տարածքը մնացել է առանց ջրի։ Բայց Նետանյահու մեկը չի դադարելու պատերազմը, որովհետև պատերազմի դադարելը իրակ կախաղան անելն է։ Ես չգիտեմ Իսրայելի օրենքներով կա կախաղան թե չէ, բայց իրան դատելու են որպես ռազմական հանցագործ։ Իրանն էլ իր ռազմական նախարարին էլ, իր խորհրդականներին էլ, բոլորին էլ սպասվում է այն ինչ որ կարող է լինել առանց պատերազմ, գուցե մի քիչ մեղմ լիներ, բայց հիմա այսօր արդեն այս պատերազմի հետևանքները որ Իսրայելի նման երկիրը դարձնեն ավիակ, երևի սա մեկին պատմեի մեկ տարի առաջ կասեր դա անհնարին է, իսրայելական զենքը, հակաօդային պաշտպանությունը, F-35-երը, բան, այսօր իրանցիները համ F-35 են խփում, համ իրանց օդային պաշտպանությունն են վերացրել, ոչ թե միայն խփում են, օդային պաշտպանությունն են վերացրել, բանից Պարսից ծոցում խփել են ամերիկյան կամանդիկ ցենտրը, հետախուզական օդանավ, որը արժի $280 միլիոն, $280 միլիոն, որը բաներ, ականջներն ու աչքներ ամբողջ տարածաշրջանի վերևից ինքն էր կառավարում, որտեղ ինչ գնաց, որտեղ, ասենք այդ չկա, գետնի վրա չունեն, այդ ռադարները պայթացած արդեն, սա օդից էր անում, դա էլ են խփել, այսօր։ Եթե մեկին ասեի սա հնարավոր է մեկ տարի առաջ, կամ 6 ամիս առաջ, ինչ ես ասում է, դա ոնց անում եմ։ Ժողովուրդ ջան, տեսնում եք պատմությունը ոնց է փոխվում աշներից առաջ։ Տեսնում եք,
Դա ման երբ որ ես պատմական կանխատեսումներ եմ անում, դա նենց չի, որ ես ֆանտաստիկ կանխատեսող եմ, կամ ասենք Վանգայի հնարավորություններ ունեմ։ Չէ, ուղղակի պատմությունն է մեզ թելադրում, ինչեր կարող է լինի, ինչ պարագայում։ Եվ ես բոլորովին զարմացած չեմ սրա վրա։ Եվ որտեղ ես նույն ասել եմ, բոլորը կրակեց, այնտեղ վերջանում ամեն ինչ։ Ինչպես տեսնում ենք, ավելին է, քան ես կարող եմ սպասել։ Ես գիտեի ուսես կլինի, բայց որ այս հետևողականությամբ Իրանը կավերի, ես չէի նախատեսել ճիշտ ասած, ու մանավանդ ոչ մի հետ գնալու, ոչ մի կասեցնելու, նույնիսկ խոսակցություն չի գնում, որ լավ ասենք հերիքա։ Ոչ։ Նետանյահուի համասամահը ինքը հրամանատարի շարունակել, Թրամփը բնականաբար ուղարկեց 17,000 մոտավորապես ընդհանուր հաշվարկով զորք կարող մտնի Իրան։ Իրանցիներն ասել են 1 միլիոն ցամաքային զորք ունեն ձեր դեմ հանելու։ 17,000 նոր, 1 միլիոն նոր։ Բաց անապատում, բաց տարածքում ինչ պետք անեն այդ խեղճ ամերիկացի իրոք լավ պարապած, լավ արժեքավոր այդ զորքերը։ Դա ման եմ ասում, սա Թրամփի վերջի էտապի սկիզբն է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մամուլի ասուլիսի ժամանակ տեխնիկական անձնակազմ անջատել է ամերիկացի լրագրողի խոսափողը, որպեսզի նա չկարողանա հարց տալ։ Ավելի ուշ, երբ աղմուկը մի փոքր հանդարտվեց, լրագրողը բացահայտել է, որ իր չհնչած հարցն ուղղված էր հենց վարչապետին։ Նա ցանկանում էր իմանալ, թե Ամերիկային պատերազմի մեջ ներքաշելուց հետո ինչու է Նեթանյահուն հիմա փորձում նույնն անել ամբողջ աշխարհի հետ։ Այս ամենի ֆոնին Իրանն այսօր կասետային զինատեսակներով հարվածել է Իսրայելի Քաֆր Քասիմ բնակավայրին։ Թել Ավիվում պայթյուններ են եղել, կան զոհեր և տուժածներ։ Այո, այդ չեմ ասում, որ արդեն մի շաբաթից ավել է, որ ամբողջ երկինքը պատված է այս անհայտ ծագման այս թռչուններով։ Ասում են, սա պատմական նշան է։ Սա լավ նշան չի։ Ու թռչունները դրա մասին փաստորեն գիտեն։ Թռչունները դրա մասին գիտեն, բայց Նետանյահուի համար միևնույնն է։ Ես դրա համար եմ ասում, չեմ ուզում, որ Նետանյահուն մեռնի։ Չէ, ինքը պետք է գործը շարունակի հասնի մինչև վերջ, այսինքն այն աստիճանի, որ այս երկիրը դադարի կործանարար հետևանքներ ունենալ երկրների, ժողովուրդների, մարդկանց ճակատագրերի մեջ։ Պետք է բերի այդ վիճակին, ու Նետանյահուն հաջողությամբ անտիպ կազմակերպված դա անում է Թրամփի օգնությամբ եւ իր ազգի գլխավոր դերում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Իսկ Նետանյահուի կինը նեղված է, որ իր տղեն բանում Մայամիում բռնության է ենթարկվել, բա ինչ է իր հայրը ցեղասպանություն է իրականացնում։ Բա ամոթանք են տվել։ Բա Նետանյահուի տղեն Ֆլորիդայում է կայֆերի մեջ նեղված է, որ իր տղուն դպրոցության է եսակի ամոթանք են տվել ցեղասպանություն իրականացնելու համար Գազայում։ We must condemn personal attacks on children in any setting. Still not convinced. Ամոթանք, պետք է դատապարտենք, որ չի կարելի երեխաներին ամոթանք տալ, չի կարելի երեխաներին դեպրեսիայի ենթարկել։ Այո, չի կարելի։ Իսկ այս տեսանյութում ես ասում եմ Լավրով էս ամեն ինչի մեջ կա, նայեք։ В документах, опубликованных Минюстом США, есть материалы о Краснодарском молодежном агентстве «Шторм Models», которое Эпштейн упоминает в переписках десятки раз. Используя фразы «товар не старый», Лавров лично рекомендовал Борисенко и ее куколок «девочки высший сорт». В документах описывается роль организации, которая системно привлекала совсем молодых девушек для различных иностранных мероприятий, начиная с 2012 года, а также имя основательницы Даны Борисенко, которую в документах называют подружкой Лаврова. Исходя из зафиксированных переписок и показаний, роль главы МИДа в этой схеме недвусмысленна и очевидна. Годами действующий трафик не был бы так налажен и покрыт тайной, без покровительства со стороны чиновника уровня Сергея Лаврова. И как думаете, в чем был его интерес? Поставщик молоденьких куколок. Лавров засветился... Իսկ Էփշտեյնի զոհերը
Դատի են տվել ԱՄՆ արտադրության նախարարությանը եւ Google-ին։ Այո։ Թրամփը ամեն ինչ արեց, որ այս հանցագործությունների այս փաստերը խլացնի պայթյունների տակ, բայց չի կարողանում։ Ինքը երկու կողմով հիմա երկու ընթացներում են տանուլ է տալիս մեծ արագությամբ։ Իսկ սա այն տանկերն է, որը փորձել էր առանց Իրանի թույլտվությամբ անցնել Հորմուզի նեղուցով։ Խնդրեմ, մի հատ հրթիռային հարված ու այս տանկերից ոչ մի բան չի մնացել։ Ու վերջ։ Հիմա գնում են այդ Հորմուզի նեղուցը։ Ասատակներն երևի, չգիտեմ։ Իսկ սա հետևանքներն է, որ ընտրություններն ունեցել է։ Ես ասել եմ, չէ, այս ընտրություններում բոլոր միջնաժամկետ, բոլոր վայրերում Թրամփը պարտվելու է։ Թրամփի հանրապետականները պարտվելու են։ Հիմա Թրամփի օկրուգն է, որտեղ որ Թրամփն է ապրում։ Ատեղել է պարտվել։ Ասում Թրամփի տանը Մարոլագոյում, Ֆլորիդա, ընդեղել է պարտվել։ Ով այս ամեն ինչի հետևում կանգնած եւ ինչի։ Եվս մեկ անգամ հիշենք ու վերադառնանք դրան։ Will settle the entire biblical land of Israel from the Nile to the Euphrates. Շնորհավոր Իսրայելը դա նեղոսից միջև հետրատն է։ Վերջ It will encompass not only Gaza, Yehuda, and Shomron, but also the entire Lebanon, parts of Turkey, Syria, Jordan, and Lebanonն էլ է մեր լինելու մի մասը Թուրքիայի, հա, Հորդանանն էլ է, Սիրիան էլ է, Egypt. Եվ The Եգիպտոսը։ Talmud in Shabbat Եվ Թալմուդ ու Շաբաթը 32b says that when Mashiach 32b այդ մասում ասում է, որ Մեսահը կա, comes, every Jew will have 2,800 ամեն մի հրեա պետք է ունենա 2800 ծառա։ Գիտեք, չէ՞ ովքեր են ծառաները։ Մենք բոլորս իրանք մեզի նկատի ունեն։ Ամեն մի ուրեմն հրեա աստիճան Տալմուդի պետք է ունենա 2800 ծառա։ Իրանք դրան են գնում։ non-Jewish servants. Ոչ հրեա ծառաներ։ This is based on a verse in Zechariah chapter 8 verse 23. Եվ Զախարիայում այդ 8:23 մասում այդպես է գրած, վերջ։ The Jews will settle the Այո, սա իրանց նպատակն է, բաց գնում են այս ամեն ինչը իրականացնելու։ Իսկ հիմա մենք լսենք մեր հայրենակիցներին։ Կարծիքով ինչու Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին կոչ չարեց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ չվարել։ Դակուկս, ես ընդհանրապես իրանց տանել չեմ կարողանում, չգիտեմ։ Նիկոլ, էսա քաղաքում քո նկատմամբ վերաբերմունքը։ Դա ինքնին ուսանող վերջացնենք։ Կարծիքով Փաշինյանը ունի բարձր վարկանիշ, թե ոչ։ Ինձ Փաշինյանը ունի։ Հետո վա, այն որ լափում է անընդհատ, անասունի պես, հա։ Վարկանիշ կենթանիների մեջ, կամ էլ կենթանասեր Կարծիքով Փաշինյանը Դե հիմա կարող ասել դու մարդիկ սխալ են ասում, իհարկե որ։ Այո, եւ ուրիշ բան հնարավոր է չէ ակնկալել մարդկանցից։ Նույնիսկ եմ ասում, ցույց տվեք, կարող է մոլորված մոլորության մեջ է։ Մի սեգմենտ, շերտ, հա, որը պետքա Փաշինյանին ընտրի ինչ-որ մի բանի համար։ Հանում ենք քարծառայողների էլիտար շերտը, այն ամենավերևը որ թալանով վաղված, այդ հանում ենք։ Ինչելս ասենք այդ շերտը այնքան տականք է։ Եթե հնարավորություն լինի ինքը իմանա Սամվել Կարապետյանն ալնելու ինքը դմնալու է, դրանց 50+%-ը ասել է Սամվել Կարապետյանի կողքը։ 100% էլի դեպի։ Իրաման մեկը, իրանք են տարբերակն, ով էշ իրանք փալան։ Բացի դրանից ցույց տվեք մի հատ սեգմենտ, որ Փաշինյան Նիկոլին ցան պետք է տա եւ գրեք ինչու։ Ինձ նենց հետաքրքիր է, գրեք ինչու։ Ամենակարևորը դա է։ Իսկ այսօրվա համար
Այսքանը շնորհակալ եմ ձեզ դիտելու համար, չմոռանաք տարածել, բաժանորդագրվել, դրեք ձեր կարծիքը եւ անպայման, եթե հնարավորություն ունեք, օգնել Ալիքին իր գործունեությունը շարունակելու համար։ Լավ մնացեք։